նարատիվը, բայց այդ բոլորովին չի համապատասխանում իրականությանը, իսկ այն որ իրանց դեպքում թեև ես նույնիսկ չեմ պատկերացնում հիմա արդեն գործնականում ինչպես կարող են իրենք ստանալ ժողովրդի քվեն եւ գալ իշխանության արդեն այս 100,000 շավից հետո, բայց տեսականորեն իրենց իշխանության գալու դեպքում պատերազմի վտանգը իսկապես շատ իրատեսական է դառնում, որտեղ այդ մարդիկ ինչ են ասում են, այս խաղաղությունը լավը չի, պետքա զրոյից բանակցել, ասում են, չգիտեմ, Ղարաբաղցիները պետքա վերադառնան Ղարաբաղ, ասում են Ղարաբաղյան ուրեմն թեման նորից պետքա բացվի եւ բանակցի, սա ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ, սա ուղիղ ճանապարհ է դեպի իրանց սրիկայաբար անընդհատ կրկնվող կեղծ թեզը 300,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում եւ այլն, այսինքն այսպես թե այնպես դա ուղիղ չեն ասում մենք պատերազմ ենք ուզում եւ չեն էլ կարող ասել, բայց այն ինչ որ իրանք առաջարկում են ուղիղ տանելու է պատերազմ, բայց կրկին փառք Աստծո մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ մեր տեսածն է դա եւ մեր զգացածը այս օրերի ընթացքում աջակցում են խաղաղության օրակարգին, այնպես որ շատ վտանգված չեմ համարում։